Տիկին Հակոբյան, այս պահի դրությամբ շատ են խոսում, որ խախտումներ է եղել, նաև գյուղերում ասում են ավելի շատ է եղել խախտումներ եւ մինչ այդ տեղեկություններ կար, որ ակնկալիքը քաղաքացիական պայմանագրի հենց գյուղերից է քվեարկության արդյունքները, որ Արգիշնե Մեխակյանը կարող է այնտեղ ավելի շատ ձայներ հավաքի։ Ձեր տպավորությամբ ընդհանուր առմամբ մինչ այս պահի դրությամբ դուք ինչ եք կարծում, իսկապես ընտրությունները նորմալ են անցել, թե այդ խախտումները բոլորը կարող են ազդեցություններ ունենալ եւ նաեւ ինչ որ ձևով հետագայում քրեական գործերի հիմք դառնալ այսպես։ Տեսեք, ես տարբեր խախտումների մասին էլի ձեր նման մեր լրատվամիջոցներից տեղեկացել եմ եւ նաեւ տեղեկացել եմ, որ նույն դիտորդները արձանագրել են Մանտյանում խախտումները, եւ նորմալ է, եթե արձանագրված է, հա, ոչ մեկ ոնց որ տեսնում եք բարձր չի բղավում ինչ որ խախտումների, չգիտեմ ինչերի մասին, թեթև ինչ որ բաներ կան, որոնք բնականաբար տեղում շտկվել են նախասեմ, հա, շատ դեպքեր կան, երբ որ օրինակ ընտրատեղամասում ավելի մարդ կա, քան օրենքով նախատեսված է, հա, քանակը մարդկանց, ասենց դեպքեր կան, կուտակումներ եւ այլն, որոնք տեղում, հա, ոստիկանությունն է աշխատում եւ խնդիրը շտկվում է եւ նորմալ է, հա, ասենց բան է, մասշտաբային ընտրություն է եւ նորմալ է, որ գրինեն թեթև բաներ, որոնք կշտկվեն, բայց որ այնպիսի խախտումներ լինեն, որոնք կարող են մտահոգիչ լինել այն առումով, որ կազդեն վերջնարդյունքի վրա, նման բանի մասին դեռ չեմ լսել, ինչ վերաբերում է մեր ակնկալիքին, մեր ակնկալիքը ցանկացած բակից է եւ ցանկացած քաղաքացուց է, մենք երբեք տենց չենք բանանում, այ մենք գյուղերը կարևոր է, նման բան ասացիք, չէ, մեր ակնկալիքը բոլոր քաղաքացիներից է, մենք մեր թիմը այստեղի հատ դրանով են պայմանավորվում, որ շատ խախտումներ հենց գյուղական համայնքներում են եղել, որովհետեւ դուք մտածում եք, որ հենց այնտեղից պետք է շատ քվե ստանալ։ Դե եթե մտածենք, որ այնտեղից շատ քվեն, այդ տրամաբանություն, եթե մտածենք այնտեղից շատ քվե պետք է ստանանք, ապա ինչի է պետք այնտեղ խախտում անել։ Ես դες տրամաբանությունը չեմ ասում, քվե շատ ստանանք։ Չէ, եթե մեր ակնկալիքը այնտեղից է, իսկ այնտեղ ավելի ուժեղ ենք, ապա ինչու ենք այնտեղ խախտում անում։ Վերահսկողությունը քիչ է այնտեղ, որովհետեւ։ Չէ, ոնց, տեսեք, ընտրատեղամասում կան ուրեմն բաներ, հանձնաժողովականներ, կան դիտորդական, հա, առաքելություն իրականացնողներ, իդեպ որոնք ոնց որ երեք տեսակ, հա, քաղաքական հայացքներ ունեցող ընդդիմադիր, հա, նման առաքելություն իրականացնող անձիկ են, որոնք այդ 26 թվականին որպես տեխնացու են, հա, հանդես գալու արդեն հայտարարել են, այսօր բեմերում են եւ այլն, բայց նաեւ դիտորդություն են անում, ինչեւ է։ Այսինքն ինչ տարբերություն է ընտրատեղամասը օրինակ Արշալուս գյուղում է տեղակայված, թե բանում Էջմիածին քաղաքում։ Ինչ տարբերություն, նույն քանակի վերահսկողություն իրականացնող նաեւ ընդդիմադիր, հա, անձիկ, վստահված անձիկ, հանձնաժողովականներ կան եւ դիտորդական առաքելություն, այսինքն եթե ընտրախախտում լինի, նաեւ ուզում եմ ասեմ, որ բոլոր տեղերում, չէ, տեսախցիկները կան, դուք ինքներդ էլ on-line էլ, հա, այդ նույն թիմերը կարող են հետևել եւ տեսնել ընտրախախտումները արդյոք կան թե ոչ։ Ուզում եմ ասեմ, այդ վերահսկողությունը մեծ հաշվով ամբողջությամբ եւ բոլոր ընտրատեղամասերում կա եւ եթե մենք մտածում, այդպես եք ասում, որ մենք մտածում ենք, որ մեր ընտրազանգված ավելի շատ գյուղական համայնքներից են, ապա պետք է այնտեղ ընդհանրապես ոչինչ չանենք, որտեղ մեկը այնտեղից ձայն ունենք։ Շատ լավ, Տիկին Հակոբյան, դուք ինչ եք կարծում, եթե չհաղթահարի մեծամասնության այդ շեմը պարոն Մեխակյանը, համաձայնվելու եք ընդդիմադիր ավականի դառնալ, թե էլի ինչպես մյուս տեղերում ավականիներ ընդդիմադիր եք դառնում, հետո հետընտրական զարգացումներ են լինում ու ստացվում է, որ էլի իշխանությունը հասնում է իր նպատակին։ Դուք հիմա բան եք անում, հիշում եք 2 կամ 3 համայնք, որտեղ ենթադրենք համայնքի ղեկավարը կոռուպցիոն Վանաձոր, Ալավերդի, հիմա Գյումրի, կոռուպցիոն բաների գործարքների մեջ է եղել եւ հիմա օրինակ այլևս չի կարող պաշտոնավարել դրա բերումով, այսինքն կալանավայրում է, բայց ես կխնդրեմ դուք ուսումնասիրեք, թե խոշորացված համայնքներից քանիսում քաղաքացիական պայմանագիրը իշխանություն չէ։ Երբ որ ուսումնասիրեք, կտեսնեք, որ այնպես չէ, որ այդ 1-2 դեպքով կարելի է տպավորություն այդպես ստեղծել, եւ ուզում եմ ասել, սա նաեւ անարգանք է։ Դրանք խոշոր համայնքներ են, որոնք պետք է իշխանության ընտրությունների ժամանակ այն ընդդիմադիր համայնքապետերի եւ թիմերի նկատմամբ, որոնք պաշտոնավարում են, նշանակում է իրենք ընդդիմադիր չեն, որ պաշտոնավարում են։ Պետք է այստեղ զգուշ լինենք, իսկ առհասարակ ժողովրդավար երկրներում շատ նորմալ է, ինչ որ միտեղ բանը ընդդիմությունը, ինչ որ միտեղ իշխանությունը, դա շատ նորմալ է։ Աննորմալ կլիներ, եթե ամբողջ հանրապետությունում մենք լինենք իշխանություն։ Այդ դա աննորմալ կլիներ։ Իսկ եթե չանցնի պարոն Մեխակյան, մենք որտեղ որ չենք անցել,
մենք ընդունել ենք, որ մենք պարտվել ենք, արդյունքները ընդունել ենք եւ մեր թիմը աշխատել է որպես ընդդիմություն, ինչ խնդիր կա այդտեղ։ Իսկ եթե չանցնեք, դա նշանակում է, որ իշխանության այն քաղաքականությունը, որը իրականացնում է կաթողիկոսի եւ ընդհանրապես եկեղեցու սրբազանների դեմ, հանրությունը չի ողջում։ Տեսեք, Դա կփաստի այդ մասին։ քանի որ ընդամենը 1 ժամ հետո ընտրատեղամասերը փակվել են եւ հաշվարկ է լինելու, ես չեմ ուզում հիմա տենց մարգարեություն անեմ եւ ուզում ասեմ, այսպես կլինի, դա կնշանակի այսպես, եկեք սպասենք եւ տեսնենք ինչպիսի արձանագրումներ կան, մենք ինչպես միշտ այս դեպքում եւս քաղաքական գնահատական կտանք եւ ամեն ինչ պարզ կլինի, դրանից հետո էլ միշտ հասանելի ենք, հետո էլ նույն հարցերը կարող ենք